Սրտանց փառք տան ժողովուրդ։ Ուրախ եք, չէ՞, որ մեր հավաքելու տեղ ունեցան։ Մենք էլ ենք ուրախ ձեզ հետ։ Մենք բոլորս հավատացյալ ենք, շատերս, բայց շատ կարճ եմ խոսելու, որտեղ ժամանակը եղբայրները անենարել։ Ժողովուրդ ջան, Աստծու նպատակը ինչի մարդ ստեղծեց։ Աստված մարդին ստեղծել է, որ իր հետ մեկանա, մեկ հոգի լինի։ Աստված դրա համար է ստեղծել։ Եվ մարդը մեղանչեց Եդեմական պարտեզում, հեռացավ Աստծուց։ Աստված որոշեց իր որդի աշխարհ գրքի, ամբողջ աշխարհի մեղքը վերցրեց իր վրա։ Այնպիսի տառապանք ապրել, որ ոչ մեկը չի ապրել։ Նա ճաշակեց կրակի լճի մահը, որպեսզի ինձ քեզ հետ ապրի, մեկանա։ Դու պատկերացնես, տիեզերքի արարիչ Հիսուսը եկել աշխարհ, խաչվել է իմ նման պիղծ, անհավատ, կռապաշտ մարդի համար, բայց ես չեմ հավատում դրան։ Ես ինչպիսի մարդ եմ, աշխարհում ինձ դաժան մարդ չկա։ Նայեք խաչի վրա ինչ արեց, նայեք։ Երբ որ խաչում էին իրան, ասեց հայրների չեն հասկանում ինչ են անում։ Այսինքն մտածեց իրան խաչողների մասին։ Նայեց մոր ասեց ովքին ահա քո որդիդ։ Մտածեց մոր մասին։ Տառապանքի մեջ մտած մեր մոր մասին։ Այսօր շատերը հանգիստ են, իրանց հորնում մոր մասին չեն մտածում։ Դրանք դաշան մարդիկ են։ Դրա համար Աստված ինձ սովորացրեց 20 տարի իմ ծնողի տառապանքը գրեցի։ 20 տարի ծեծել է իմ հերը հավատքի համար։ Ողբ եմ արել, որպեսզի իմ հերը ապաշխարի, ջրող հոգով մկրտի երկինք հետը։ Ես շատ չար մարդ եմ եղել։ Այնքան չար եմ եղել, որ հերս կախել է ինձ, որ փրկվի ինձնից։ Բայց Քրիստոս հայտնվավ ինձ 71 թվականին, երբ որ ես համալսարանի 3-րդ կուրսում էի, եղբայրներ քուրեր։ Ես անհավատ էի, աթեիստ էի, կռապաշտ էի, պիղծ մարդ էի, մարդասպան էի։ Ինքերս հավատքեր եկել, ասես Պավել հավատքի Աստված կասի, այդ տղա հիմար խելք ունես դու, այս աշխարհում հիմարներ են միակ Աստծուն հավատում։ Դրանք ասեց, մի օր ասեց, այդ 3-րդ մաս գիրք վերցնենք պետք։ Գնացինք մտանք այդ տուն, ասեց, բայ Ալբերտ ջան, ինչ լավ է եկել ես, արի մի հատ աղոտ կանենք, աղոտքը լսեցի, գլխից խաչը թռավ։ Իմ ուզում եմ քրվեմ դրան, ծեծեմ դրան, հայեմ դրան։ Արա ասեց, դու խուլիգան չես, արա գոնե կալիտուրում կանի, կամ հելիքուս է։ Ու դենակ ինչ արնի։ Ես եղբայրն հենց արդյունքով աղոտ կարեց իմ համար, ես իմ մեջ ասի, ես չեմ հավատում դու կաս թե չկաս, բայց որ ես քո տեղը լինեի, դրա խնդրածը կտայի, և Քրիստոս հայտնալից, ձեռքը դրեց վրաս, արդեն 55 տարի անդրանում ասենք դեպի, ամբողջ կյանքս հասկացա, որ կյանքը Հիսուսի մոտ է, ստեղ մեռնելու են բոլորը, ուզում ես ակադեմիկոս եղի, ուզում ես պրեզիդենտ եղի, վերջը լսել են հողը գլխի տնել են փոսի մեջ։ Կյանքը երկինքն է, կյանքը Աստծու հետ ապրելն է, հավիտյան։ Նա մեզ չի ստեղծել մի քանի օրվա համար, մի 100 օրվա համար, 100 տարվա համար, Աստված ինձ ու քեզ հավիտյանական կյանք է տվել։ Հավատա այդ խոսքին։ Դրա համար ապրի։ Դրա համար ապրի, դրա համար ես մի քիչ առաջ մեր մոտ պաշտամունք էր, ասում եմ նայեք Հիսուսին, Հիսուսին նայեք, որ նրանից խաչվել սովորեք,
խաչի մեջ մտածեց ավազակին, որ հայը մեր աննան է փրկել։ Բոլորի մասին մտածեց, իր մասին չմտածեց։ Մինակ Պողոսը մտածեց, որ խաչվի Հիսուս ապրի նա մեջ։ Ալելույա։ Ալելույա։ Խաչվեք, որ Հիսուս ապրի ձեր մեջ։ Կանգնեք աղոթքի։